Հայաստանի մոտ 1700 կամուրջներ և կամրջային կառուցվածքներ կհիմնանորոգվեն, կարդիականացվեն։ Կառավարությունը հաստատել է ծրագիրը։ 1056 ավտոճանապարհների, 605-ն էլ երկաթուղիների վրա գտնվող կամուրջներ են։ Վերականգնվող կամուրջների ցանկը քաղաքաշինության կոմիտեն կազմել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ճանապարհային դեպարտամենտի հետ։ 2024-ի մայիսի 26-ի Լոռու Տավուշի մարզերի ջրհեղեղից հետո վարչապետը հանձնարարել էր վերանայել երկրի կամրջային ցանցը։ Անվտանգային լուծումներից բացի դրանք վերականգնել ճարտարապետական նոր մոտեցումներով։ Ծրագիրը ընդհանուր առմամբ պայմանականորեն կարող ենք բաժանել 3 փուլերի։ Առաջին փուլը իր մեջ ներառում է կամուրջների շահագործման, շինարարությունը կանոնակարգող նորմատիվային փաստաթղթերի մշակման, արդիականացման գործընթացը, որ արդեն իսկ մեկնարկվել է։ Կստեղծվի կամուրջների մասին ամբողջական տեղեկություններ ունեցող թվային շտեմարան, մշտադիտարկման համակարգ, այդ թվում տեխնիկական վիճակի, շահագործման պայմանների վերաբերյալ տեղեկատվությամբ։ Առաջին փուլում ներառված են նաև տիպային նախագծերի մշակման աշխատանքները։ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ մշակվել է մետաղական կամրջային կառուցվածքի բազմակիրառման օրինակելի նախագծեր, որը ներկայումս գտնվում է պետական համալիր փորձաքննության փուլում, որի ավարտը նախատեսվում է առաջիկա 10-օրյակի ընթացքում։ Այն նախատեսում է տրամադրել ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամին Գանձաքար-Իծաքար ճանապարհի Հախումի կամուրջի 2-րդ ճյուղի կառուցման շրջանակներում։ Ծավալն աննախադեպ մեծ է, բայց կփորձեն առաջիկա 1-2 տարում ունենալ վերականգնված կամուրջներ։ Կոմիտեի փոխնախագահը նշում է, հաճախ ճանապարհային ծածկույթը փոխվում է, բայց դրա տակ կամուրջը քաղաքաշինական միջամտության չի ենթարկվում։ Կամուրջների մեծ մասը շահագործման ընթացքում չի նորոգվել։ Վերջի 100 տարիների ընթացքում կամուրջների վրայի փաստացի բեռը առանց չափազանցնելու մոտ 5 անգամ ավելացել է։ Այսինքն նախագծված է եղել ավելի 5 անգամ պակաս։ Հիմա մենք փաստացի մեր կամուրջների վրա ավելի մեծ բեռով ենք անցնում, մեր տրանսպորտային միջոցների հզորությունը ավելի մեծ է։ Այդ առաջի կարևոր բանն է, որ անպայման պետք է ինչ-որ միջամտություն անել։ Երկրորդը դա էլի այն է, ինչ որ բոլոր շենքերշինություններին է վերաբերում, սեյսմիկ ռիսկի գնահատումն է, որ վերջի, ասենք, տարիներին, 88 թվականի երկրաշարժից հետո մեր վերափոխված նոր նորմերով էլի անգամներով ավելացել է սեյսմիկ ռիսկի գնահատականը մեր տարածքում։ Ու բնականաբար դրանից առաջ նախագծված կամուրջները եւս հաշվարկված չեն այսօրվա սեյսմիկ պայմաններում։ Ծրագրով մատնանշվում են պետության առաջիկա տարիների անելիքները, նախ կընտրվեն առաջնահերթ վերականգնման կարիք ունեցողները, կգնահատվի կամուրջների տեխնիկական վիճակը, հաշվի կառնվի կառուցման տարեթիվը, շահագործման ընթացքում չվերակառուցված լինելու փաստը, նկատի կառնվեն նաև գրունտային սեյսմիկ պայմանները։ Ունենք համայնքներ, որոնք կապված են ընդհանուր տարածքի հետ հանրապետության միակ կամուրջով։ Տենց մենք ունենք դեպքեր ու բնականաբար այդ պարագայում ինքը ավելի առաջնահերթ կհամարվի։ Այսինքն ունենք այդ մեթոդաբանությունը, որ այդ բոլոր չափորոշիչները հաշվի առնելով կկարողանանք ընտրել 2-րդ փուլում կամուրջները եւ դրանց համար պատվիրենք նախագծեր, երկաթուղային կամուրջներ ունենք, որ երկաթգծի կառուցման ընթացքում կառուցվել են, դրանք բավականին շատ են ու բնականաբար հարավկովկասյան երկաթուղու հետ եւս համագործակցել ենք։ Առանձին մոտեցում կցուցաբերվի ռազմավարական նշանակության կամուրջներին։ Ցանկում ներառված չեն պատմամշակութային արժեք ունեցող ու նաև Երևանի կամուրջները։ Մայրաքաղաքում հաշվառված է մոտ 260 կամուրջ։ Դրանք ծրագրում չեն ընդգրկվել, հաշվի առնելով, որ դրանց մասով համայնքը արդեն որոշ ծրագրեր ունի։ Մայա Խաչատրյան, Էդգար Դավթյան, լուրեր։